Պարոն Մելիքյան, իսկ ձեզ հայտնի է քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները, որտեղ ասում են երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգել դնում ես բանտը, պրծավ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ փոխհատուցում ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն, հետո խոսվում է նաև մի քանի հոգանոց խմբեր ձևավորելու մասին, գործողություններ անելու մասին եւ այնտեղ լսվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանի ձայնը, սա արդյոք խնդրահարույց չէ, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Սկսենք դրանից, որ մենք այս պահին ունենք, ընդհանրապես ես նախ ծանոթ չեմ դրանց, ժամանակ չի եղել ծանոթանալ։ Երկրորդը, ես ձեզ հավատացնում եմ, որ օրական ես տասնյակ անգամներ եմ լսում խոսակցություններ մոտավորապես նույն բովանդակությամբ, որովհետև մարդիկ այսպես քաղաքական առումով իրենց փակուղու մեջ են պատկերացնում։ Ես չգիտեմ, ես կողմ չեմ որևէ բռնությանը եւ ես չգիտեմ այդ ինչ խոսակցություն է դա, ով է ասվել է, չի ասվել, իրականում գործի հետ է կապված, եթե դուք փաստաբանն եք, ինչպես կարող եք այս դրվագը աչքաթող անել։ Կրկնում եմ, մեծ զայնագրություններ չեն ներկայացվել, ես զայնագրությունները ուղղակի չէի հասցնի լսել, որտեղ քննչական գործողություններ էի, հիմա դուք ինչ որ մեջբերում եք անում։ Ես ոչ կոնտեքստը գիտեմ, ոչ գիտեմ ով է ասել, ինչ է ասել, բայց ես ասում եմ, որ ես հայտարարում եմ, որ շատ հաճախ եմ լսում նման խոսակցություններ։ Ես դրանք չեմ ողջունում, բայց շատ հաճախ եմ լսում խոսակցություններ դրա մասին, որ քանի որ իշխանությունները անընդհատ դիմում են ապօրինությունների, ուրեմն միգուցե ճիշտ ճանապարհը ավելի բռնի գործողություններն է։ Ես հաճախ եմ այդպիսի բաներ լսում։ Նորից ասեմ, ես դրանք չեմ ողջունում։ Սրբազանից չէ, առհասարակ շատ տարբեր ես որպես հանրային կերպար մեկ էլ փողոցում ինձ մոտենում են, ես չգիտեմ այդ մարդիկ ուղարկված են, թե սովորական մարդիկ են, հավանաբար ուղարկված ոչ բոլորն են։ Եվ շատ հաճախ են ինձ նման բաներ ասում։ Ես ուզում եմ դա ասել, թող մեր քաղաքացիներն էլ տեսնեն, թե այդպիսի խոսակցություններ իրենց խոհանոցներում հաճախ են լինում, թե հաճախ չեն լինում, եւ այդ խոսակցությունները կարելի է դիտել որպես պլանավոր։ Կներեք, ներողություն, պարոն Մելիքյան, քաղաքացին ասի, որը չգիտեմ ինչ որ մի խնդրից է, մի պետական կառույցից դուրս է եկել եւ ասում է պետք է օրինակի համար ռում գցել սրա վրա, չէ՞, կարծում որ դա այլ բան է, բայց երբ որ ներողություն հարցս վերջացնեմ, քաղաքական process-ների մեջ գտնվող մարդն է ասում երկու հոգու գյուլես 15 հոգու էլ տանես բնաջնջես, չէ՞ կարծում որ դրանց կոնտեքստները տարբեր էլի քաղաքականությամբ զբաղվողին այլ կերպ են կալում, նա դա եղած քաղաքացուն այսպես ասած այլ։ Մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Քննչական կոմիտեն իր համար ձեռնտու ձևաչափով հրապարակել է որոշակի ուրեմն ձայնագրություններ։ Ես ոչ դրանք լսել եմ, ոչ էլ տեսել եմ։ Ես չգիտեմ դա իրականությանը համապատասխանում է, թե օրինակ AI-ի սարքացն է։ Չգիտեմ, չեմ կարող իմանալ։ Ես չգիտեմ դա Բագրատ Սրբազանն է, թե որևէ ուրիշ քաղաքացի է։ Հիմա դուք ինձ հարց եք տալի, ելնելով ենք անխավարկածից, որ դա այո իսկապես ասվել է Սրբազանի կողմից, իսկապես ասվել է ինչ որ գործողություններ ենթադրաբար պլանավորելու համատեքստում։ Ես չեմ կարող այդպիսի հետևություն գալ։ Ձեր հետագա քայլերը, պարոն Մելիքյան։ Մեր հետագա քայլերը դե մեզնից չի կախված։ Ես ենթադրում եմ, որ մեզ հրավիրելու են, ես ենթադրում եմ, որ դատական նիստ է լինելու, քանի որ շատ են կարծում եմ մեկից ավել դատարաններում են, կարծում եմ դատարաններում են լինելու, հա, մի կարևոր բան ասեմ, իրավական հարց ասեմ, բոլորը ձերբակալված են 24 ժամվա ռեժիմով։ Այսինքն ոչ թե 72, այլ 24 ժամվա ռեժիմ ունեն, հավանաբար այսօր երեկոյան ենթադրում եմ պետք է արդեն դատարաններ մուտք կանեն, դատարաններն էլ պետք է նշանակեն կոնկրետ դատավորներին, մեզ նյութերը տան մենք ծանոթանանք, կարողանանք պաշտպանություն իրականացնել, ենթադրում եմ գիշերը լինելու է բավական ծանրաբեռնված բոլոր այն պաշտպանների համար, ովքեր որ ներգրավում են։ Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանը իր գրառումներով նաև փորձել է վեհափառի անունը շահարկել այս գործընթացի հետ կապված։ Հնարավոր համարում եք, որ նաև եկեղեցուն փորձեն ներքաշել այս գործընթացին։ Նախ ձերբակալված է, աննախադեպ բան է տեղի ունեցել, ձերբակալված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդքան բարձր նվիրապետ, նման բան տեղի ունեցած չի եղել մինչև այս, երևի 30-ականներից այնքան նման բան տեղի չի ունեցել, բայց բոլորովն էլ գիտեն, որ Բագրատ Սրբազանը ինքնուրույն գործունեություն է իրականացնում եւ եկեղեցուն այս գործի հետ կապելը անգամ քննչականի հրապարակած տեղեկություններից չի։ Կաթողիկոսի օրհնությամբ է այս ամենը կատարվել։ Ուրեմն այդ մարդու հայտարարությունները հատկապես երեկվա Հանրական ձևակերպումից հետո ինչ որ օրգաններ, ինչ որ մարդկանց ցույց տալուց հետո ես ընդհանրապես չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել։ Նա միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անգամ իրենց կողմից հրապարակված տեղեկությունների հետ ոչ մի կապ չունեցող
տվյալներ է ներկայացնում եւ իր քաղաքական նպատակներով իր ազգակիցների, ես կարծում եմ նա քաղաքական հայ չէ, նա քաղաքական ադրբեջանցի է, քաղաքական ադրբեջանցիներին իշա մեր եկեղեցին նսեմացնելու, մեր եկեղեցին գրավելու ուղղությամբ են նաեւ ուզում օգտագործել այս ակնհայտ քաղաքական Պարոն հետապնդումը։ Մելիքյան, իսկ հնարավոր է այդ ձայնագրությունները փորձաքննության ենթարկվեն բարձելու համար իսկապես օրինակ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Չգիտեմ, չեմ կարող ասել, նորից ասեմ, ես նախ նրանք չեմ լսել, ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել։ Բայց կա նման փորձաքննություն, որ կարող է բարձել։ Ես նախ ուրեմն հարգելի քաղաքացիներ, ես ուզում եմ արձանագրեմ։ Ես այս վարույթով ներգրավված եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տիգրան Գալստյանի, որը գործարար է։ Նախկինում որ ԱԺ-ում էր աշխատում, Չէ, ԱԺ-ում չի աշխատում։ Գործարար հայր են ասել, հայ տղա։ Մարդ, որ ես կարծում եմ այդպիսի մարդկանցից եթե շատ լինեն, մենք հիմա այսօրը չենք լինի։ Ինչևէ, Որը կապ ունի, հա։ որը ընդունեցել ասեց ես առնչություն ունեմ, ես հարգում եմ Բագրատ Սրբազանին, ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, ես դա գիտեի այսպես թե այնպես։ Այսինքն դա գաղտնիք չի ոչ մեկի համար։ Այնպես չի, որ այսպես գնացել են եւ այո, խոսքը վերաբերում է նրան, որ այն մարդիկ, ովքեր որ այստեղ են, ես չեմ կարծում, որ խոսքը վերաբերվում է քաղաքացիական պայմանագրի աջակիցներին։ Դժվար թե այստեղ ձերբակալված քաղաքացիական պայմանագրի աջակիցներ լինեն։ Այսքանը։ Շնորհակալություն։ Այսքանը։